Գարնանային թարմությամբ էր լցվել Նինոց Մինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնը։ Կրկին ու կրկին փառաբանվեց մայրը եւ մոր բերկրանքը։ Միջոցառումը սկսվեց Մեծն Շիրազի տողերով։ Փոքրիկ տղայի կերպարով, ով կորցնելով մորը ճաշակել էր որբանոցի դառնությունը, ապա պատահաբար գտնելով նրան, մինչև կյանքի վերջ իր բոլոր ստեղծագործություններում սրբացրել էր նրան։ Որ մայրը կույր էր եւ ամեն քայլի համար հենվում էր պատի։ Պատի վրա մնացել էր նրա մոր մատնահետքերը եւ նա չէր ցանկացել վերանորոգել տունը, որպեսզի մոր հուշերը մնան իր հետ։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը։ Ինչև տատի ձեռ են դարել այս ձեռքերը։ Այս ձեռքերը ուժը հատած, բայց թռանել նոր ուժ գտած։ Քար են շարժել, սար են շրջել այս ձեռքերը։ Ինչեր չարժեն այս ձեռքերը, սուրբ ձեռքերը, նուրբ ձեռքերը։ Եկեք այսօր մենք համբյուր ենք, որդիաբար մեզ աշխարհում շահած, պահած, մեզնից երբեք չկշտացած, լված կանող, փոշի սրբող, անվերջ դատող, անվերջ բանող այս ձեռքերը, թող որ ճաքած ու կոշտացած, բայց մեզ համար միշտ մետաքսի պես խաս ձեռքերը։ Ապրիլի 6-ին Նինոց Մինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում անցկացվեց Գարնան Զարթոնքին եւ Մարության տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր կրթարանի երգարվեստի ուսուցչուհի Տիգրանուհի Ղարսլյանը։ Աշակերտների շուրթերից հնչում էր մայրերին փառաբանող գեղեցիկ, հուզիչ խոսքեր, որոնք ուղեկցվում էին երգ ու պարով։ Նինոց Մինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում միջոցառումներ միշտ անցկացվում են, տարբեր միջոցառումներ, տարբեր բովանդակությամբ, տարբեր բնույթի, տարբեր առիթների, մայրության ու գեղեցկության թեման եւս բացառություն չէ, ամեն տարի կազմակերպվում է այս միջոցառումը, ամեն տարի տարբեր ձևաչափով։ Այս տարի մենք ընտրել էինք հիմնականում միջոցառման հիմքում ընտրել էինք Հովհաննես Շիրազի մայրության թեման եւ միջոցառումը սկսեցինք հենց մայրության գտաբանաստեղծությամբ, իրաբովանդակությամբ, որպեսզի երեխաները կարողանան հասկանալ, գնահատել, աչքերով տեսնել մոր կարևորությունը երեխայի կյանքում, թե ինչ է ունենալ մայր, ինչ է կորցնել մայր ու նորից գտնել մայր։ Կազմակերպել էինք մեծ հաճույքով, օգնել էին բոլոր երեխաները, մենակ չեմ կազմակերպել, երեխաներս իմ հետ աշխատել են թե սցենարի հարցում, թե պարերի հարցում, վրացերեն ունեինք բանաստեղծություններ, ունեինք պար վրացական, ինչու չէ նաև ունեինք գեղեցիկ ներկայացրած նկարներ, պատկերներ, սա արել էինք բոլորով։ Ուզում եմ առիթից օգտվելով շնորհավորել աշխարհի բոլոր մայրերին իրենց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, ցանկանալ նրանց երջանկություն, ուրախություն, անսպառ ժպիտներ ու ամենակարևորը յուրաքանչյուր մայր զգա իր մայրության բերկրանք, իսկ յուրաքանչյուր մանկիկ թող անհոգ մեծանա իր մոր ծնկներին։ Գարունը տոն է ոչ միայն ծաղիկներով ու ջերմացնող արևով, այլև սիրասում մայրերին գովերքով։ Միջոցառման բովանդակության հիմքում էին բարի ու անկեղծ ցանկությունները սիրելի մայրիկներին եւ Գարնան ծաղկունքին։ Որտեղ էլ թերադա, դա միշտ սուրբ է լինել։ Թե տխրում եմ անմիջապես մայրիկիս մոտ եմ վազում, թե ուրախ եմ հրճվանքս ես մայրիկիս հետ եմ կիսում, մի արև կա, մի երկիր, մի սիրտ կա ու մի լուսին, մի գեղեցիկ հայրենիք ու մի մայրիկ թանկագին։ Արևի շողերի պես ջերմ, Գարնան քամու նման թարմ ու մաքուր, ահա այսպիսին է մոր սերը, այն անծայրածիր է, ինչպես հորիզոնը,
անտակ ինչպես օվկիաններ։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մայրեր։ Նինոս Մինտա երիտասարդական կենտրոնում կազմակերպեց հանդես ապրիլի 7-ի կապակցությամբ եւ ես շնորհավորում եմ բոլոր մայրերի ապրիլի 7-ը եւ բոլորին ցանկանում եմ ուրախություն, երջանկություն եւ երկար տարիների կյանք։ Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ։ Մայրս այս մայր երկրի մեջ արևի դեմ միջորակ, բայց արևի լույսի տակ, երբ ցավեր եք ինձ բերում, սրտիս մռայլ անհատակ, այն խեղճ ճրակն է ցրում։ Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս մի բուռ սրտի մեջ, գիշեր ու զոր արեգակ։ Երազս մեջ դուրս արկին, ով է ասի ներսիցս, դրսից ինչ-որ բարավ մի գիր, ասաց, հատաղ լինեմ քեզ։ Մի կտոր հաց ողորմացիր, աղքատ կին եմ, որ անտեր, ու ես իսկույն դուրը բացի, հրաշք, ներած մայրիկս էր։ Սարսափեցիկ, բայց գիրկն եկա։ Մայրս ասաց, ես եմ ես, քեզ փորձելու համար եկա։ Ոչ չի փոխել կյանքը քեզ, մովածքանի տեսքով եկա, որ աշխարհն է իմանա, տեղն է խիղճդ որդիս, թե մերել է ինձ հետ նա։ Յուրաքանչյուր մայր գարուն է, նոր կյանք, որտեղ մայրն է, այնտեղ են նաև սերը, գեղեցկությունն ու քնքշանքը։ Կենտրոնի փոքրիկ սաներն իրենց սրտառուչ խոսքերը հղեցին սիրելի մայրիկներին։ Միջոցառումը համենվեց նրանց գեղեցիկ մայրերին նվիրված երգերով։ Թող աշխարհի երեսին տիրի խաղաղություն, ծաղկեն նոր գարուններ եւ բոլոր մանուկները վայելեն մոր ջերմությունն ու բերկրանքը։